Հրթիռների տեղատարափ է Իրանում և արաբական այն երկրներում, որտեղ ամերիկյան ռազմաբազաներ կան։ Այդ հրթիռների մեծամասնությունն իր գործը Իրանում ավարտին է հասցրել։ Պատմության ընթացքում առաջին անգամ Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության առանցքային դեմքերի զգալի մասը զոհվեցին գրեթե միաժամանակ։ Հարվածից հետո իշխանական համակարգը չսպասեց, վերնախավը արագ վերադասավորվեց, նոր նշանակումներ արվեցին, սակայն Վաշինգտոնը վստահ է հարվածը եղել է թիրախային։ Այժմ ուշադրության կենտրոնում մնացել են մի քանի առանցքային դեմքեր, որոնք ողջ են և շարունակում են ղեկավարել երկիրը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյան։ Մենք չենք խոնարհվի ճնշումների առաջ, անկախ դժվարություններից։ Իրանցի կարդիո վիրաբույժը ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 29-ին Իրանում, Մահաբադում։ Մայրը քուրդ է, իսկ հայրը ազարի, պատմական Ատրպատականում ապրող ադրբեջանցի։ Ավտովթարի պատճառով կորցրել է կնոջը և երեխաներից մեկին, իսկ երկու որդիներին ու դստերը մեծացրել է միայնակ և այլևս չի ամուսնացել։ Նրա քաղաքական ուղին սկսվել է Իրանի 5-րդ նախագահ Մուհամմադ Խաթամիի օրոք գիտությունից տեղափոխվելով պետական կառավարման համակարգ։ Նա ղեկավարել է Թավրիզի բժշկական համալսարանը, սրտաբանական կենտրոնը, եղել է առողջապահության նախարար, մեջլիսի փոխխոսնակ։ Մի քանի անգամ փորձել է դառնալ նախագահ, երբեմն հրաժարվելով, երբեմն մերժում ստանալով։ Այսօր նա երկրի երկրորդ դեմքն է գերագույն հոգևոր առաջնորդից հետո։ Իրանի հաջորդ առանցքային դեմքը երկրի անվտանգության և ռազմավարական որոշումներ կայացնող մարմնի ղեկավարն է, ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Արի Լարիջանին։ 1958 թվականին Իրաքում ծնված Լարիջանի ընտանիքը ամուր կրոնական հիմքեր ունի, որոնք ձևավորել են նրա աշխարհայացքը։ Նրանց հարազատներից շատերը հայտնի քաղաքական գործիչներ են, իսկ ընտանիքին Իրանի քաղաքական ասպարեզում հաճախ անվանում են իրաքյան խումբ, որտեղ բացի Ալիից մտնում են նրա փեսան, երկու եղբայրները և զարմիկները։ Լարիջանին իր կարիերան սկսել է պետական հեռուստատեսությունում ղեկավարի պաշտոնում, ապա դարձել խորհրդարանի խոսնակ, ամրապնդելով իր դիրքերը քաղաքական համակարգում։ Նա բանակցել է Արևմուտքի հետ, աշխատել Ռուսաստանի և Չինաստանի հետ ռազմավարական ուղղություններով։ Ամերիկայի համար նա կարևոր թիրախ է եղել նաև այն պատճառով, որ համարվում է Այաթոլլահ Խամենեիի վստահված անձանցից մեկը։ Նրա վերահսկողության տակ են երկրի ամենազգայուն հարցերը, ազգային անվտանգությունից մինչև միջուկային ծրագիր։ Իրանի խորհրդարանի խոսնակը Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը այս պահին երկրի օրենսդիր համակարգի ամենաազդեցիկ դեմքերից մեկն է։ Նա հարուստ փորձ ունի անվտանգության ոլորտում, եղել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդուժի հրամանատար, ապա երկրի ոստիկանապետ։ Քաղաքական դաշտ մտնելով դարձել է Թեհրանի քաղաքապետ, որտեղ իրականացրել է լայնածավալ ենթակառուցվածքային ծրագրեր, վերափոխելով մայրաքաղաքի տրանսպորտն ու կառավարման համակարգը։ Այսօր նա վերահսկում է օրենսդիր գործընթացները և կարևոր դեր ունի թե անվտանգության, թե արտաքին քաղաքական որոշումների ձևավորման մեջ։ Իրանի արտաքին քաղաքականության փորձառու դեմք Աբբաս Արաղչին, որն այժմ զբաղեցնում է արտգործնախարարի պաշտոնը, ծնվել է 1962 թվականին Թեհրանում, առևտրականի ընտանիքում։ Երիտասարդ տարիքում մասնակցել է Իրան-Իրաք պատերազմին որպես Հեղափոխության պահապանների կորպուսի անդամ։ Հետագայում Արաղչին անցել է դիվանագիտության դաշտը, դառնալով Իրանի դեսպան Ֆինլանդիայում և Ճապոնիայում, ապա փոխարտգործնախարար և գլխավոր բանակցող։ Նա եղել է առանցքային դեմքերից մեկը 2015 թվականի համապարփակ միջուկային համաձայնագրի բանակցություններում։ Այսօր Արաղչին ներկայացնում է Իրանի դիրքորոշումը միջազգային հարթակներում, միջուկային ծրագրի, պատժամիջոցների և տարածաշրջանային անվտանգության հարցերում։ Նրա յուրաքանչյուր հայտարարություն կարող է ազդել ոչ միայն դիվանագիտության, այլև պատերազմի ընթացքի վրա։